Որոշեցի հատուկ անդրադարձ կատարել Արցախ աշխարհին հայության ամենահին կենտրոններից մեծ հայքի կարևոր մենահաններից մեկին։ Ցավոք, Արցախը վերջնականապես գերեվարվեց թշնամու կողմից։ Այսօր հայոց զինուժի դիրքերից անդին հեռվում մնացին Քաշաթաղը, Քարվաճառը, Ջրականը, Պաղանդը, Հադրութը, Ասկերանը, Մարտակերտը, Ակնան, Մարտոնին, յուրբերի այգիներով, դաշտերով, լեռներով, ավազաններով հանդերձ։ Արցախը լքվեց, հայաթափվեց, անտերացավ, իր հողում ներծծելով հազարավոր հայ մարտիկների արյունը, որը կպահի նրա մինչև հայության վերադարձ։ Արցախի հայաթափումը հայ ժողովրդի պատմության վերջին տասնամյակների ամենածանր ու ցավալի էջերից մեկն է։ Դա ոչ միայն տարածքի կորուստ է, այլև հազարավոր տարիներով բնակեցված հայկական բնորանի հոգևոր, մշակութային ու ժողովրդավարության բնաջնջում։ Արցախի ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել էր իր ինքնորոշման, ազատ ապրելու իրավունքի և հայկական ինքնության պահպանման համար, սկզբում Խորհրդային Միությունում, ապա անկախ Հայաստանի կողմից Ղարաբաղյան շարժման ու մինչև վերջին պատերազմների ժամանակ։ Սակայն միջազգային անտարբերությունը, Հայաստանի ներքին անկայուն քաղաքականությունը և Ադրբեջանի ռազմատենչ ռազմավարությունը բերեցին այն կետին, որ Արցախը դատարկվեց հայերից։ Հայության համար սա չպետք է ավարտ լինի, դա կորստի հստակ էջ է, սակայն պատմությունը արժանի է շարունակականության։ Հայության հիշողությունն ուժեղ է։ Արցախը ոչ միայն լոկ տարածք էր, այլև հոգևոր հենարան, պայքարի խորհրդանիշ, ինքնության մի մաս։ Արցախի հայաթափումը չպետք է մոռացվի, այն պետք է դառնա պատմության դաս, ուժեղացման շարժառիթ ու գալիք սերունդներին փոխանցվող հիշեցում, երբեք չզիջելու այն, ինչ պատմությունը տվել է մեզ։ Մենք պետք է շարունակենք պայքարը, որովհետև մեր մեջ Արցախն է ապրում, մեր հոգում դեռ հնչում է Շուշիի զանգերի ձայնը, մեր քայլերին դեռ արձագանքում են հնոտի ձորը, դատիվանքը։ Արցախը մարած հույս չէ, Արցախ գնալը մեր պարտքն է, և եթե հայաթափում եղավ, դա չի նշանակում հանձնվել, դա նշանակում է վերականգնվել, նորից ոտքի կանգնել ու ճիշտ պայքարել։ Արցախի ոգին չի կապվում տարածքով, այն կապվում է սրտով, ապրում է այնտեղ, որտեղ հայ կա, ով չի հաշտվում անարդարության հետ, և դու նրանցից մեկն ես։ Մեր հաղթանակը կլինի, երբ նոր կրկին աղոթք հնչի ամառասում, երբ արցախցի երեխան ծիծաղի բակում, ոչ թե ապաստարանում։ Մեր հաղթանակը կլինի, երբ ճշմարտությունը դուրս գա լռության ստվերից
եւ աշխարհը ստիպված լինի ընդունել եղելությունը որպես էթնիկ զտում։ Եվ վերջապես մեր հաղթանակը կլինի, երբ դու քո մտքով, գործով, սիրով ու տառապանքով կկառուցես այն հայերի ապագան, որտեղ այլևս հայաթափում չի լինի, այլ կլինի վերադարձ։ Վերը թվարկածումս ոչ թե երազանքներ են շարադրված, այլ հստակ նպատակներ, որոնք իրենց հաղթական ուղին տրամաբանական հաջող ավարտին կհասնեն, եթե հենց այսօրվանից գիտակցես, որ պայքարի դժվար ճանապարհին կան պարտադիր պայմաններ, դրանք են սովորելը, որովհետև գիտելիքը զենք է, աշխատելը, որովհետև շենացնելը նաև վերականգնում է, միասնականությունը, որովհետև միասին ենք ազգ, հավատքը, որովհետև հավատը էությունն է հայի, եւ ուրեմն շարունակիր ոչ թե լցված վրեժով, այլ գործով դեպի արդարության վերականգնում։ Արցախում թևածում են բյուր հերոսների հոգիներ, իսկ ոգին անհնար է աքսորել։ Մեր հաղթանակը ոչ թե միայն հետ վերադառնալն է, այլ Արցախի հողին արժանի լինելը։ Ով կարդում է այս գրվածքս, թող ինքն իր մեջ գրի իր Արցախը։ Մի թողեք, որ նա մարի, պահեք նրան հոգու խորքում, որպես սուրբ խաչ, որպես դրոշ, որպես շունչ։ Ու երբ աշխարհի քարտեզները ջնջում են մեր անունը, մենք հուշարձանների տակից դուրս ենք հանում մեր խաչքարերը, սրտի խորքում պահելով ճշմարտությունը, հավերժ կրկնելով մեր Շուշին, մեր Թաղավարտը, մեր Մարտակերտը։ Մենք պետք է լինենք այն սերունդը, ով Արցախի կորուստը կդարձնի ապագայի հիմք, սուքը կդարձնի երդում, փախստականին կդարձնի հիմնադիր։ Մենք պետք է մոխիրներից դուրս հանենք հույսը եւ առաջ շարժվենք տեսնելու հզոր, անդավաճան, վերելքի հասած ու միասնական, անպարտ Հայաստան։ Տեր, պահիր Արցախը մեր սրտերում, մինչև նրան տեսնենք մեր աչքերով։ Արգանքի դուք մատուցենք Արցախյան բոլոր պատերազմներում զոհված երեխաներին։ Շնորհակալություն։ Օրենության խոսքի համար Անդոնի մոտ ենք հրավիրում Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տեր Շահեր Քահանա Հայրապետյանին։ Ես սիրուն ֆիլմից հետո իրոք կարող ենք ոտքի կանենք միասին։ Հիսուս Քրիստոս ամեն հայր մեծ, որ երկինսը սուրբ երեցյան քո, եկես սարքայություն քո, երեցին կամք քո, որպես երկինս է վերքրի, ըսած մեր անապազուր տուր մեզ այսօր, և թող մեզ պարտից մեր, որպեսի մեկ թող մերոց պարտապանած, և միտաներս մեզ զի փորձություն ու այդ պերկյազ մեր չար է, զի քո արքայություն և զորություն և փառք Ավետյանս ամեն խաղության կանչը կարոտը իրականությունը ով կարող է շատ զգալ եթե ոչ զնորը և ավետարանական խոսքը թե իմ խաղությունն եմ թողնում ձեզ ոչ ինչպես աշխարհը ես եմ տալիս ձեզ թող Հիսուսի խաղություն գա ու մնացի մեր հոգիներից ներս և շնորհակալ եմ նաև մեր Խուրշուդյանի, որ այս պատիվը ընձեռում է մեզ և բերում ենք նաև մեր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի ողջույնները, սերը համբուրեց ձեզ։ Ովքեր կցանկանան ելույթով հանդես գալ, կարող են հերթագրվել մեզ մոտ, մեր տղաներին դիմելու միջոցով, նրանք դահլիճում ամեն ուր են։ Իսկ այժմ ելույթով հանդես կգա 44-օրյա պատերազմի վիրավոր հերոս Գարիկ Հովհաննիսյանը։ Այգաբան համայնքից։ Ողջունում եմ ձեզ։ Հարգելի հյուրեր, սրբազան հայր, մեծարգո եւ պատվարժան ներկաներ։
Հայրեններ հասարակական կազմակերպությունը սահմանավորվել եւ իր կենսական արմատներն է ձգել դեռևս 2020 թվականին հենց պատերազմի օրերին, երբ այս դահլիճում նստած իմ բազմաթիվ եղբայրներ իրար հետ կողք կողքի պարկած էին Մուրացյանի հոսպիտալի հիվանդասենյակներում, իսկ մյուսներն էլ մինչև վիրավորվելը պայքարում էին հայրենիքի ազատության եւ անկախության համար։ Ցավոք, հիվանդասենյակներում պարկած տղաների շարքերը համադրվում էր, իսկ շատերն էլ հերոսաբար պայքարի բոհում մարտիրոսվում էին, հավերժի ճամփոր դառնալով եւ վշտով ծանրացնելով մեր սրտերն ու հոգիները։ Հենց այս տղաների բացակայության, սքի, ողբի տառապանքից թվերի տակ հավերժական ծվարելու փոխարեն հստակ որոշում կայացրեցինք, որ պետք է իրականություն դարձնենք մեր զոհված եղբայրների կիսատ թողնված գործերը եւ կանգնենք նրանց ընտանիքների կողքին, օգնենք որդեկորուս մայրերին, մշտարթում պահենք զոհված բոլոր հերոս տղեկի վառ հիշատակը։ Հարգելիներս, ձեզ եմ ներկայացնում հայրեններ հասարակական կազմակերպության ստեղծման նպատակներն ու առաքելությունը։ Առաջին, աջակցել պատերազմում մասնակցած անձանց սոցիալական, իրավական եւ բժշկական իրավունքների իրականացմանը, նպաստել նրանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Երկրորդ, կազմակերպել հոգեբանական աջակցության, վերականգնական ծրագրեր վիրավոր, հաշմանդամ դարձած կամ հոգեբանական դժվարություններ ունեցող մասնակիցների համար։ Երրորդ, նպաստել զոհված հերոսների ընտանիքների սոցիալական ապահովությանը, երեխաների կրթական ու կենցաղային կարիքները հոգալուն։ Չորրորդ, խրախուսել երիտասարդների մեջ հայրենասիրական ոգին, կրթական ծրագրերի, հանդիպումների, դպրոցական դասախոսությունների եւ միջոցառումների միջոցով։ Հինգերորդ, զարգացնել արհեստագործական, գյուղատնտեսական կամ ձեռնարկատիրական ծրագրեր, նպատակ ունենալով ապահովել անդամների զբաղվածությունը եւ ինքնաբավությունը։ 6-րդ, հավաքագրել, պահպանել ու հանրայնացնել պատերազմի հերոսների պատմությունները, հիշատակը եւ արժանապատիվ կերպով ներկայացնել նրանց սխրանքները հասարակությանը։ 7-րդ, ստեղծել մի հարթակ, որտեղ պատերազմին մասնակցած տղաները կարող են աջակցել միմյանց բարոյապես, նյութապես եւ ընկերական ոգով։ 8-րդ, գործակցել պետական մարմինների, բանակի, միջազգային եւ բարեգործական կազմակերպությունների հետ ընդհանուր նպատակների իրագործման համար։ 9-րդ, անցկացնել հավաքներ, միջոցառումներ եւ շնորհանդեսներ, նպատակ ունենալով բարձրացնել պատերազմի մասնակիցների դերը հասարակական գիտակցության մեջ։ Հարգելիներս, վստահաբար կարող եմ ասել, որ մեր նախաձեռնությունները պսակված են հաջողությամբ, քանի որ մենք միաբան ենք, համախմբված եւ լցված եղբայրական սիրով։ Եղիշե Չարենցը կարծես հենց մեր մասին ասած լիներ, որ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Շնորհակալություն։ Հանդես կգա 44 օրյա պատերազմի մասնակից, հայրեններ հասարակական կազմակերպության անդամ Գոր Վարդանյանը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից։ Ողջույն համագումարի հարգելի մասնակիցներ, հյուրեր։ Ծնունդով Լոռու մարզից եմ, Ստեփանավանի Գյուլագարակ գյուղից։ 44 օրյա պատերազմին մասնակցել եմ հենց առաջին օրվանից, վարել հեռու եւ մոտ մարտեր, կորցրել ուժեղ ընկերներ, որոնց շուշն ու հոգին զգում եմ ամեն օր, իմ առօրյա բոլոր գործերում։ Ապրում եմ, որ իմ ընկերների այդ ոսկե հերոս տղեկի գործը շարունակեմ։ Երբ ծանոթացա Մամիկոն Խուրշիդյանի հետ, այդ ժամ Հայաստան իմ աչքերում բոլորովին այլ տեսք ստացավ։ Ճանաչել նրան նշանակում է ճանաչել Հայաստանի տարբեր մարզերի ու քաղաքների հարյուրավոր մարտական ուղի անցած ուժեղ տղերքի, փառապանծ մարտիկների, վիրավոր, բայց ոգեղեն ու հոգեբանորեն պատրաստված ամուր հայորդիների։ Հպարտ եմ, որ այս մեծ ընտանիքի մասնիկն եմ կազմում։ Հպարտ եմ, որ վերջապես ստեղծեցինք հարթակ, որտեղ բացառապես ուժեղները կարող են արարել, կառուցել եւ ամրանալ իրենց օգտակարությունը բերելով մեր հայրենիքին։ Այս ընդհանուր գաղափարական մտքերի շաղախում մեզ բոլորիս համախմբում է եւս մեկ հանգամանք։ Մենք Հայաստանի տարբեր մասերից ենք, եւ հենց մենք, եթե ոչ այսօր, ապա վաղը պետք է կառուցենք, բարեկարգենք ու հզորացնենք մեր հայրենիքը։ Այստեղ ներկա տղերքի գերակշիռ մասը փորձում է մասնակիցը դառնալ հենց իրենց տարածքների շենացման հայրենալվեր գործին։ Այստեղ ներկա տղերքից շատերի նպատակներից մեկն է իրենց զոհված ընկերներին հավերժացնելու եւ արժեվորելու միտված աշխատանքներն, որոնք կարևոր ու կենսական նշանակություն ունեն եկող սերունդների կրթական, հայրենաճանաչության եւ հայապահպանության մեր հայեցակարգում։ Շնորհիվ հայրենիներին մենք կստեղծենք բազմաթիվ նոր ծրագրեր,
Ուշադրության կենտրոնում կպահենք մեր համայնքների համաչափ զարգացման առնչվող խնդիրները եւ ամենակարևորը պետք է միասնաբար դրսեւորենք հզոր կամք, որ դիմակայենք բոլոր մարտահրավերներին։ Եթե հզոր կամք դրսեւորել ենք մարտի դաշտում, ապա քաղաքացիական կյանքում բոլոր պայքարների ուսերին կպսակվեն հաղթանակի դափրիները։ Հարգելի ներկաներ, շատերի համար օրինաչափ է դարձել ընչաքաղցության, որգնամոլության, ստամոքսի բարորության համար թույլատնել հայրենի հողի հզորությունն ու անառիկությունը, բայց միթե համակարծիք չեք, որ բոլոր անհաջողություններից հետո պարտավոր ենք ավելի խիստ լինենք ինքներս մեր հանդեպ։ Պետք է անդադար աշխատենք ու մյուսներին էլ ստիպենք աշխատել հանուն բարորության, ինչպես ավետարանում է ասված, ոչ միայն հացի։ Դե ուրեմն ի գործ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ելույթով հանդես կգա հայրենել հասարակական կազմակերպության անդամ Էդգար Պետրոսյանը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքից։ Ողջունում եմ ձեզ։ Հարգելի ներկաներ, սրբազան հայր, սիրելի հայրենակիցներ, որպես Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչ, տեղահանված ընտանիքի զավակ, այսօր իմ խոսքն ամբողջությամբ կնվիրեմ հայրենի Արցախից, որի համար արցախյան բոլոր պատերազմներին մասնակցել են ընտանիքիս անդամները, իսկ 2021 թվականից ծառայել եմ ես 5-րդ պաշտպանական շրջանի Մարտակերտի զորամասում։ Կարծում եմ ավելորդ է ներկայացնելը, թե ինչ պայմաններում եւ ինչպես ավարտվեց ծառայությունից, բայց փաստում եմ, որ արյան մինչև վերջին կաթիլը արցախցին պայքարեց ու արյունական հրաժեշտ տվեց իր հողին։ Մենք կորցրեցինք մի երկիր, որտեղ քարերն անգամ խոսում էին հայերեն, որտեղ յուրաքանչյուր ծառ վկան էր մեր հազարավոր տարիների դիմադրությանն ու ստեղծագործությանը։ Արցախը, որտեղ ծնվել են հերոսներ, որոնց անունները դարձել են կայուն պետության խորհրդանիշներ, բռնազավթվեց, թալանվեց, տեղահանվեց ու մնաց առանց հայի, անոթի եւ զուրկ իր բնական, պատմական եւ իրական տերերից, արցախցիներից։ Սիրելի արցախահայեր, դուք այսօր ապրում եք Հայաստանի տարբեր համայնքներում, աշխարհի տարբեր անկյուններում, սակայն Արցախը հենց դուք եք։ Արցախը կառուցել եւ հզորացրել եք դուք, սրբատաշ քարերի եւ աղոթքի վրա։ Մենք կորցրել ենք մեր տունը, բայց ոչ ինքնությունը։ Մենք հեռու ենք Արցախից, բայց ոչ մեր արմատներից։ Մեր տոկունությունը, համբերությունը, հավատը պետք է ուշ հաղորդի մեզ եւ ոչ թե խոսենք Արցախի մասին, այլ գործենք նրա անունով։ Արցախը հայ մարդու արժանապատվությունն է, նրա պատմական հիշողությունն ու հավատը ապագայի նկատմամբ։ Թող այս խոսքերը հնչեն որպես երթում, որ Արցախը չի ջնջվում մեր հիշողությունից, սրտերից, պայքարից։ Փառք Արցախի հերոսներին, ուժ եւ հույս Արցախի ժողովրդին, հավերժություն հայկական Արցախին։ Շնորհակալություն։ Ելույթով հանդես կգա 44-օրյա պատերազմի մասնակից 2021 թվականի հուլիսին Վարդենիսում վիրավորված հերոս հայրենել հասարակական կազմակերպության անդամ Ռազմիկ Քամալյանը, Կոտայքի մարզի Անդրեան քաղաքի։ Ողջունում եմ ձեզ հարգելի նախագահներ, սրբազան հայր, հարգելի ներկաներ եւ հյուրեր։ Իմ խորին համոզմամբ հայրենիքը սկսվում է սահմանից, բայց երկիրը միայն սահմաններով չի կառուցվում։ Այն կառուցվում է մտքով, պատասխանատվությամբ եւ մասնակցությամբ։ Եվ եթե այսօր ուզում ենք տեսնել զարգացած Հայաստան, ապա այդ ճանապարհն անցնում է հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ երկրի կառավարման բոլոր մակարդակներում։ Ժամանակն է հասկանալու, որ պետություն կառավարելը միայն մի խումբ մարդկանց գործը չէ։ Պետությունը բոլորի սեփականությունն է, եւ նրա հաջողությունը կախված է այն չափից, թե որքանով ենք մենք մեզ տեսնում այդ հաջողության մեջ։ Երիտասարդությունը չպետք է սահմանափակվի դիտողի դերով, նա պետք է դառնա գործող ուժ, նախաձեռնող եւ որոշումների մասնակից։ Հարգելի ներկաներ, այսօր մեզ պետք են ոչ միայն քննադատող, այլ առաջարկող, ոչ միայն բողոքող, այլ կերտող երիտասարդներ։ Կառավարումը սկսվում է այնտեղ, որտեղից երիտասարդը որոշում է անել առաջին ազնիվ քայլը, իր համայնքում, իր ուսումնական հաստատությունում, իր մասնագիտական ոլորտում։ Երբ երիտասարդը մասնակցում է որոշումների, նա դառնում է ոչ միայն իր երկրի քաղաքացին,
այլ պետության կառավարման պատասխանատուներից մեկը։ Դա հենց այն փոփոխությունն է, որին այսօր մենք ամենաշատն ենք սպասում։ Մենք հաճախ խոսում ենք արդիական պետությունից, թվային կառավարումներից, արդար հասարակությունից, բայց այդ ամենն անիմաստ է դառնում առանց արդիական մտածող երիտասարդների։ Եթե երիտասարդ սերունդը չմտնի կառավարման դաշտ իր նոր գաղափարներով, արդարության պահանջով եւ մաքուր մտքով, ապա պետությունը չի կարող զարգանալ։ Սիրելի հայրենիներ, թող երիտասարդական միտքը լինի մեր պետության շարժիչ ուժը։ Եղեք ակտիվ, եղեք պահանջատեր, թող մեր սերունդը դառնա ոչ թե հեռվում կանգնած դիտորդ, այլ երկրի կառավարման շարժիչ ուժ, պատասխանատվությամբ, բարձր զգացումով եւ կարգապահությամբ։ Աստված պահապան մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին եւ մեր հայրենիքին։ Շնորհակալություն։ Ելույթով հանդես եկավ 44-օրյա պատերազմի վիրավոր հերոս Հայրեներ հասարակական կազմակերպության անդամ Էրիկ Արստանյանն է Երևանից։ Շնորհակալություն։ Հայրենների մարտական ընկերներ, հարգելի հյուրեր, ներկաներ։ 2020 թվականին հաջողորդ անցավ դժոխքի միջով, մեր երկիրն ապրեց ցավ, կորստի եւ հերոսական օրեր։ Պատերազմը խլեց լավագույն որդիներին, բայց չկարողացավ կոտրել մեր կամքը։ Այն, ինչ մնաց մեզանից հետո, արդեն պարզապես ողջ չէ, այն հագեցած է հավատով ու պարտավորությամբ ապրելու արժանապատվորեն։ Այսօր մեր երիտասարդներից համար նոր մարտահրավերներ կան՝ կառուցել, կրթվել եւ բարձր պահել մեր երկրի պատիվը։ Պատերազմը մեզ սովորեցրեց, որ զենքը լոկ պաշտպանվելու միջոց չէ։ Գիտելիքն է այն ուժը, որով ազգը հաղթում է խաղաղ ժամանակ։ Հիմա հերթը մերն է, գիտելիքով, ազնվությամբ ու աշխատանքով շարունակել այն պայքարը, որը մեր եղբայրները կիսատ թողեցին։ Մի մոռացեք, համալսարանը միայն դասախոսությունների ու քննությունների վայր չէ, այն մեր հողի, ժողովրդի ապագան կերտելու առաջնագիծն է։ Լինենք խիզախ մեր մտքերում, քայլերում եւ համարձակ մեր երազանքներում։ Մենք ենք վաղվա բժիշկները, ինժեներները, ուսուցիչները, հրամանատարները եւ արվեստագետները։ Հետևաբար հենց մեր ուսերն է այն Հայաստանի կառուցումը, որի համար զոհվեցին մեր եղբայրները։ Թող մեր յուրաքանչյուր ձեռներում լինի հարգանքի տուն նրանց հիշատակին։ Թող մեր սրտերում միշտ բաբախեն այն հույզերն ու հավատը, որոնցով մեր հերոսները գնացին հայրենիքը պաշտպանելու։ Մենք պարտավոր ենք քայլել վստահ, գիտելիքի, աշխատանքի եւ հայրենասիրության ճանապարհով։ Եթե մենք չենք կառուցում մեր ապագան, եթե մենք չենք որոշում մեր ճակատագիրը, ապա դա անում է մեկ ուրիշը մեր փոխարեն։ Հայաստանի իրական հաղթանակը կլինի այն օրը, երբ մեր երիտասարդը կորոշի մնալ, սովորի եւ ծառայել իր հայրենիքում։ Մենք այն սերունդն ենք, որը պետք է բարեփոխում իմաստով փոխի պատմության ընթացքը, նոր ընթացք հաղորդի մեր պատմությանը։ Հայաստանի իրական գիտելիքը մեր նոր սահմանն է, այն պետք է մշտապես ամրացնենք, կատարելագործենք ու դարձնենք անառիկ ինչպես մարդի դաշտում ենք։ Ապագան ուժեղ, խիզախ ու արժանապատիվ երիտասարդներին է։ Շնորհակալություն։ Ելույթով հանդես կգա Հայրեներ հասարակական կազմակերպության անդամ Վանիկ Ավելյանը։ Արցախի հրաշքարական գազերի շրջանի նախաշխատանից։ Շնորհակալություն։ Հարգելի նախագահողներ, սրբազան հայր, Հայրեներ հասարակական կազմակերպության անդամներ, համախոհներ, հյուրեր։ Ես Վանիկ Ավելյանն եմ, ծնունդով Արցախից։ Հայրենասիրական գաղափարներով դաստիարակված, հայրենիքից հանդեպ անսահման սիրով լցված նվիրյալ Ավելյաններից մեկը, որն իր ընտանիքի օրինակով մշտապես աշխատել եւ աշխատում է հզորացնել իր շենքը, անծանոթներին ներկայացնելով նրանց սպառ գեղեցկությունը, ավանդույթները, այնտեղ ապրող սրտակած մարդկանց եւ այնտեղի համար զոհված ու վիրավորված հերոսներին։ Ես Վանիկ Ավելյանն եմ, որի մանկության փայլուն տարիներն անցել են ոչ թե համակարգչի դիմաց, այլ մեր գյուղի Խալիշի բազմաբույր ու կոլորաններով հարուստ բակերում, ընկերներիս հետ խաղեր խաղալով։ Թշնամի մի քանի 100 մետր է մեզանից հեռու, բայց մենք խաղում էինք անգամ այն ժամանակ, երբ թշնամու կրակահերթերն էին սկսվում։ Մենք չէինք խորշում, նահանջում, այլ հակառակը։ Մեր ներկայությամբ լռեցնում էինք թշնամուն եւ ստիպում կորցնել մեր վրա հարձակվելու հանդգնությունը։ Ես Վանիկ Ավելյանն եմ, ով չի ցանկանում պարտվածի, խեղճացածի կամ ցեղասպանվածի կնքով ապրել այլ ազգերի կողքին։ Ես չեմ սովորում կատարելագործում իմ ուժերը, որ հետո ազգիս պատմության ախուր էջերին անդրադառնամ։ Ես հայրենիք եմ կորցրել, բայց ոչ հույս։
Ես սերտում եմ իմ ազգի պատմությունն ու գրագետ լեզուն, որպեսզի ամեն օր հիշեցնեմ ազգիս թշնամիներին, թե ինչ դասեր ու փոթակ ենք տվել նրանց, ինչպես ենք դուշման վարդանների և բեկորների միահամուռ ջանքերով լացացրել այսօրվա թշնամու հայրերին և ապակառուցողական լկտի պահվածքի դեպքում կպատժենք նաև զավակներին։ Ես Վանիկ Աբելյանն եմ, Սևաց Թալիշի Աբելյանների կողմից, ապրել եմ Թալիշում, Վրեժում եմ, որ կլուծեմ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, իսկ վերջում Բաքվում։ Հավերժ թարք բոլոր հերոս տղերքին, լուսավորչի անման կանթեղ, հավերժ լույս տաս Արցախից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արիգելի ներկաներ։ Հայրեներ հասարակական կազմակերպության համագումարի հաջորդ հատվածում ունենք օրական բաղկացած 3 կետերից։ Այն է. Առաջին, հայրեներ հասարակական կազմակերպության նախագահի ընտրություն, երկրորդ, հայրեներ հասարակական կազմակերպության փոխնախագահների ընտրություն, երրորդ, հայրեներ հասարակական կազմակերպության վարչության անդամների ընտրություն։ Ովքեր են կողմ, որ այս օրակարգով շարունակենք մեր հանդիսավոր նիստը։ Շնորհակալություն։ Առաջարկությամբ հանդես կգան 44-օրյա պատերազմի վիրավոր հերոսներ, հայրեներ հասարակական կազմակերպության անդամներ Հրաչյա Խաչատրյանը և Կարեն Խլոպոզյանը։ Շնորհակալ եմ Սրբազան հայր, հարգելի պատվիրակներ, հարգարժան հյուրեր, ողջունում եմ մեր այս հավաքի բոլոր մասնակիցներին և օրակարգի ամենակարևոր հարցերից մեկում ունենք առաջարկ, որը կներկայացնի Կարենը։ Ողջույն բոլորին, հարգելի ներկաներ, վերջին 5 տարվա ընթացքում մեզ բոլորիս միասնականությամբ տարբեր միջոցառումների միջոցով համախմբել և բազմապիսի հարցերում օգնել է Մամիկոն Խուրշուդյանը իր մարդկային բարձր որակների և կազմակերպվածության ու աշխատասիրության անսպառ եռանդի համար առաջարկում ենք առանց քվեարկության հայրենիներ կազմակերպության նախագահի պաշտոնում տեսնել Մամիկոն Խուրշուդյանին։ Շնորհակալություն։ Իհարկե շնորհակալ եմ շատ, բայց կարծում եմ, որ Կարենն ու Հրաչյան հենց այն հիվանդասենյակի տղաներն էին և նաև Գորը, որ հիմա մեր հետևում նստած է, ովքեր որ սկիզբը դրեցին այս գաղափարի, հիմքը դրեցին այս գաղափարի և կարողացան մեզ բոլորիս համախմբել, կարողացան մեզ բոլորիս առաջ տանել և նրանք նաև դարձան հայրենիներ առաջին գրաշարի, հենց առաջին գրքի առաջին հերոսները։ Ողջունում եմ նրանց։ Սրբազան հայր Տեշա է, ուրախ եմ, որ դեռևս մեզ հետ եք։ Ողջույն հարգելի հյուրեր, 5 տարի առանց դադարի աշխատել ենք, 5 տարի առանց որևէ մեկին խանգարելու, անհանգստացնելու, նեղացնելու, ոչ մի ջանք չենք խնայել, որպեսզի դուրս գանք այդ պատերազմ կոչված արհավիրքից։ Ցավոք, ասել, որ դուրս եկանք ճիշտ չի լինի, բայց պայքարը շարունակվում է։ Ինձանից նեղացածներ ինչքան ուզեք, բայց դա ընկալելու, ըմբռնելու և հասկանալու համար քիչ բան պետք չէ։ Ուղղակի մեկ օր ապրեք այս տղաների առօրյայով ու միասին կդառնանք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի անպարտ։ Հարգելիներս, այսօր երբ ստանձնում եմ հայրենիներ հասարակական կազմակերպության նախագահի պատասխանատու պարտականությունը, նախ ուզում եմ խոսել ոչ թե պաշտոնի, այլ պարտքի մասին, որովհետև ինձ համար այս դիրքը իշխանություն չէ, այլ ծառայություն։ Ծառայություն իմ ժողովրդին, իմ զինվորներին, իմ հայրենիքին։ Հայրենակիցներս, հայրս, հայրենասիրությունը չի չափվում խոսքերով կամ հայտարարություններով, այն չափվում է մեր ընտրություններով։ Ինչպես ենք ապրում, ինչպես ենք մտածում, ինչպես ենք վերաբերվում միմյանց ու մեր երկրին։ Հայրենասիրությունը այսօր պահանջում է ոչ միայն սիրել հայրենիքը, այլ նաև պաշտպանել նրան անտարբերությունից, վերականգնել հուսահատ մարդկանց մեջ հույսը, ստեղծել արժեք
կամ արժեքներ։ Այս կազմակերպությունը, որի ղեկը ստանձնում եմ, լինելու է ուժեղ միություն, ձևավորված վստահությամբ, ազնվությամբ և աշխատանքի պատրաստակամությամբ։ Մենք պետք է լինենք օրինակ, ինչպիսին կարող է լինել միասնական հայ մարդը, գիտակից, համեստ, բայց հաստատակամ։ Թող յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր նախաձեռնություն ծառայի մեկ նպատակի, ուժեղ, արժանապատիվ և անկախ Հայաստանի գաղափարին։ Հարգարժան հյուրեր, այս 5 տարիների ընթացքում մեր կողքին շատերն են եղել և լինելու, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Նախ և առաջ, շնորհակալ եմ Արքայաձոր համալիրին մեզ բոլորիս այսօր այստեղ հյուրընկալելու համար։ Շնորհակալ եմ մեր Սփյուռքի այն հարյուրավոր հայրենակիցներին, որոնք ամեն օր, ամեն ժամ մեր կողքին են, մեզ հետ են և նաև մասնավոր այցերով, մասնավոր հանդիպումներով օգնում են հենց մեր տղաներին։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանին։ Շնորհակալ եմ բարերարներ Ռոզա Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանին, Հովհաննես Ծառուկյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանին, Լևոն Քոչարյանին, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, փոխնախագահ Դավիթ Խաժակյանին, փաստաբան Աշոտ Նուրիջանյանին և շատ ու շատ նվիրյալ հայորդիներին։ Հարգելիներս, շատերը մեր այսօրվա միջոցառմանը կտան տարբեր գնահատականներ, սակայն պետք է հիասթափեցնեմ։ Բոլոր ենթատեքստեր փնտրող մարդկանց մենք քաղաքական որևէ դիրքորոշում չենք հայտնում, ոչ էլ պատվիրատուներ կամ հաճախորդներ ենք փնտրում։ Մենք տարբեր աշխարհայացք ունեցող մարդիկ ենք և յուրաքանչյուրիս խոսքը դուրս կգա իր մտքից ու սրտից։ Շնորհակալություն։ Տղաները հայտնեցին մեր օրակարգի հաջորդ կետը հայրեններ հասարակական կազմակերպության փոխնախագահների ընտրությունն է։ Երկար ժամանակ աշխատում եմ Նաիրի Մանուկյանի, Հենրիկ Մանուկյանի և Էդգար Պետրոսյանի հետ։ Ոտքի կանգնեք։ Առաջարկում եմ քվեարկությամբ հաստատենք նրանց հենց այդ պաշտոններում։ Շնորհավորում եմ ձեզ, կարող գաք այստեղ։ Արցախ, Ջավախք, Հայաստան։ Օրակարգի 3-րդ կետով ընտրում ենք հայրեններ հասարակական կազմակերպության վարչության անդամներին, նրանք 11-ն են։ Խնդրում եմ ում անունները կարդում եմ մոտենան այստեղ։ Մամիկոն Խուրշուդյան, Նաիրի Մանուկյան, Հենրիկ Մանուկյան, Էդգար Պետրոսյան, Վանիկ Աբելյան, Գարիկ Հովհաննիսյան, Ռազմիկ Քամալյան, Արայիկ Հակոբյանյան, Գոր Վարդանյան, Գևորգ Ավետիսյան, Կարեն Խլոպուզյան։ Ովքեր եք կողմ, որ վարչության անդամների այս ցանկով հաստատենք օրակարգի 3-րդ կետը։ Շնորհակալություն, շնորհավորում եմ ձեզ։ Հարգելի ներկաներ, մենք շատ ճանապարհներ անցանք, մենք շատ ճանապարհներ ունենք դեռ անցնելու։ Մեր տղաներից շատերը ունեն և ֆիզիկական խնդիրներ, ունեն և հոգեբանական խնդիրներ, ցավոք նաև այս օրերում ունենում են նաև իրավաբանական խնդիրներ։ Ես կցանկանամ, որ ձեզ տեղեկացնեմ, որպես այս վերջին 5 տարիների ընթացքում կայացած հաշվետվության նման մի բան, ներկայացնեմ, որ մենք կարողացել ենք այս ընթացքում գրեթե բոլոր տղաների կարգերի հետ կապված հարցերը վիճարկենք, որովհետև նրանց կարգերի ծնկման հետ կապված հարցերի մոտավորապես 80%-ը եղել են, կարծում եմ, անհամաչափ։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ մենք կարողացել ենք նաև այդ
կարմիր գիծն անցնել եւ նրանց վերադարձնել հասարակություն, դա հոգեբանական խնդիրներն են։ Մենք այս 5 տարիների ընթացքում կարողացել ենք այնպես անել, որ տղաները լինեն հոգեբանորեն ավելի ամուր եւ հասարակությունում իրենց միտքը, իրենց գաղափարները ճիշտ ռեալիզացնեն եւ օգտակարությունը բերեն նաեւ իրենց ընտանիքներին։ Անելիքներ դեռ շատ ունենք եւ կարծում եմ, որ առաջիկայում այդ ծրագրերի հետ կապված դուք բավականին շատ նորություններ կլսեք։ Շնորհակալ եմ շատ այս հավաքի մեր հանդեպ ունեցած հույսի, մեր հանդեպ ունեցած լուսավոր ապագայի եւ տեսլականի համար։ Պետք է նշեմ նաեւ, որ թիկունքում նախագահող տղաներն են բավականին շատ անելիքներ ունեն, որովհետև, ինչպես գիտեք, նրանք չեն կարող լինել վարչության անդամներ, որովհետև նրանք քարտուղարության մասնակիցներ են ըստ օրենքի։ Հետևաբար նաև տեղեկացնում եմ ձեզ, որ կազմակերպությունը օրենքի տառին համապատասխան կարողանալու է ամեն ինչ անել, որպեսզի պահել եւ պահպանել մեր կանոնադրության բոլոր կետերը եւ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներին համահունչ կազմակերպություն, որը կկարողանա իր ասելիքը, իր խոսքը, իր արարը բերի մեր հայրենիքի զարգացման, վերելքի եւ հաջողությունների իրագործման գործում։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ եւ եկեք նաեւ պարգևատրենք մեր տղաներին, մենք կունենանք նաեւ մեր անվանական մեդալները, որոնց շնորհանդեսներին դուք բոլորդ ներկա կլինեք, բայց առայժմ սահմանափակվում ենք պատվոգրերով։ Այստեղ եմ հրավիրում Հրաչյա Խաչատրյանի եւ Կարեն Լոկուզյանին, որպես նվիրյալ հայորդիներ, Հայրեններ գրաշարի վիրավոր տղաների համախմբման հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի եւ ակտիվ գործունեության համար պարգևատրվում է Էրիկ Ասլանյանը։ Հայրեններ գրաշարի վիրավոր տղաների համախմբման հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի եւ ակտիվ գործունեության համար պարգևատրվում է Կամո Գևորգյանը։ Հայրեններ գրաշարի վիրավոր տղաների համախմբման հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի եւ ակտիվ գործունեության համար պարգևատրվում է Հենրիկ Մանուկյանը։ Սեպտեմբերյան դեպքերի վիրավորներից։ Հայրեններ գրաշարի վիրավոր տղաների համախմբման հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի եւ ակտիվ գործունեության համար պարգևատրվում է Գոր Հովհաննիսյանը։ Հայրեններ գրաշարի վիրավոր տղաների համախմբման հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի եւ ակտիվ գործունեության համար պատվոգրի արժանանում Վանիկ Աբելյանը։
Հայերեն գրաշարի վիրավոր տղաների համախմբման հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի եւ ակտիվ գործունեության համար պարգևատրվում է Արայիկ Հակոբյանը։ Շնորհակալություն հարգելի նախագահներ, ձեր քննությամբ ես միջամտեմ, եթե այս գեղեցիկ ցերեկույթը տեսնելուց հետո ելույթ ունեցողներ կան, առաջարկում եմ թող մոտենան ամբիոնին, կան ելույթ ունեցողներ։ Բան ասել էլի որպես կուսակցական գործիչ, քաղաքականության զբաղվողների մոտ խանդ կա, երբ տարբեր ուժերի ներկայացուցիչներին նույն տեղում տեսնում են։ Սա եզակի բան է եւ կարծում եմ բոլոր քաղաքական դերակատարները այստեղ դակից են, որ դա ոչ թե խանդ է, այլ ընդհակառակը ուրախություն եւ ինչ որտեղ նաեւ գնահատանք Պանիկոնին, որ մենք չունենք այդ զգացողությունը իրար հետ նման իրավիճակում եւ այս իրավիճակն է, որտեղ մենք պետք է միասնական լինենք եւ գնահատենք այդ միասնականությունը եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ ձևակերպում է եւ շատ լավ մոտեցում է փորձ այդ քաղաքական ռասիզմը վերացնելու մանավանդ հարցում եւ առաջ շարժվելու եւ լուծելու բոլոր այն խնդիրները, որ ձեր հական հիմնվելով գնում է իր առաջ, որի համար ես ձեզ շնորհավորում եմ։ Շնորհակալություն, պարոն Խաչակյան, կա ելույթ, խոսք։ Տիկին Արամյան, Տիկին Հովանցյան, դուք եք ուզում։ Պարոն Սիսիլյան, համեցեք։ Այդներից Վազգեն Սիսիլյանն է ձեզ բոլորիդ այսօր եկել հանդիպել, կարծում եմ նաև բոլորիս համար մեծ պատիվ է այսպիսի ազգային հերոսի ներկայությունը մեր շարքերում, շնորհակալ եմ։ Ես քաղաքական ուժ չեմ ներկայացնում, ես այստեղ ուժն եմ ներկայացնում ու երկու տարասելով այսօր գարզես հավատքը մեծացավ դեպի վերադարձ Արցախ եւ մեր ամբողջ Հայաստանը, ոչ միայն Արցախ, եւ Արևմտյան Հայաստան եւ ամբողջ մեծ Հայաստանը, արմատներով Գիլիգիայից է, Բայկալով եւ նաեւ Գիլիգիա հասնում։ Շնորհավոր այսօրվա յուրությունը, որը վաղուց կա, բայց այսօր բոլոր արդեն պաշտոնական դարան, նորից շնորհավոր ապրեք, վերադառնանք մեր հայրենիք։ Ելույթի համար խոսքը տալիս եմ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Շնորհակալություն, ես այդ որջ կխոսեմ, շատ հաճելի է տեսնել, որ ինստիտուցիոնալ է դառնում ամեն ինչ, մինչև հիմա եթե սիրողական մակարդակով կազմակերպում էիք տարբեր միջոցառումներ եւ նաեւ զինվորների աջակցության տարբեր նախաձեռնություններ, հիմա ավելի ինստիտուցիոնալ հիմքերով իրականացնենք այդ աշխատանքը, ինչի համար ես ձեզ մաղթում եմ բարի երթ եւ նաեւ ուզում եմ այս լուսավոր աչքերը տեսնելով հավատալ, որ իսկապես հասարակության այն սերուցքն է այստեղ հավաքված, որի վրա պիտի հենվենք, ինչպես ասաց պարոն Սիսիլյանը, եւ արժանի լինենք իրենց։ Ուզում եմ նաեւ ոչ կուսակցական գործչի դիրքերից հանդես գալ եւ ասել, որ այո, այստեղ շատ կարեւոր է նաեւ քաղաքական միասնությունը, որովհետեւ եթե մենք խոսում ենք հայրենիքի մասին, եթե մենք խոսում ենք զինվորների մասին, այստեղ չպիտի լինի որևէ կուսակցական կամ քաղաքական շահ։ Երբ որ որևէ զինվոր գնացել է եւ զենքը ձեռքին պաշտպանել է իր հայրենիքը, ինքը չի հարցրել որևէ մեկին կամ մենք որևէ զինվորի չենք հարցրել նրա քաղաքական պատկանելությունը կամ քաղաքական հայացքները, հետեւաբար այստեղ մեզ միավորում է իսկապես հայրենասիրության եւ հայրենատիրության գաղափարը, եւ ես շատ կուզեմ, որ այդ գաղափարը թևածի եւ ամենայն անկեղծությամբ ուզում եմ, որ դուք հաջողեք եւ հաջողեք ոչ միայն հասարակական կազմակերպության հարկավարի դերում, այլ շատ ավելի։ Պարոն Զաքարյան, Մարատ Զաքարյան, մեր բժիշկը, դոկտորը, սիրով։
շատ հարգելիներ։ Մամիկոնի հետ իհարկե շատ շփվանց ենք մենք ծանոթ, ընկերություն ենք անում, բարեկամություն ենք անում, ընտանիքներով, հա, պարոն Խուրշուդյան։ Եվ չի եղել մի միջոցառում, մի ինչ-որ բան, որ կարողանա ինքը նախագիծ անի ու այդ նախագիծը չիրականացնի։ Եվ ես էլ շնորհավորում եմ բարի երթ եւ ինչ որ տեղ իմ վրա ուզում եմ վերցնել բժշկական ծառայության հարցեր, որը որ վերաբերում թեկուզ իմ մասնագիտական չոր բաների եւ որպես հոգեթերապևտ եւ որպես սեքսոպաթոլոգ Էտելու պրծ։ Տղերքին, հա, էտելը պրծ չի, դրանով չի վերջանում։ Տղերքը պիտի, ով ամուսնացած չի, ով պրոբլեմներ ունի, ով ինչ-որ խնդիրներ ունի, Սախարով ճիշտ ասել է, քաղաքական զուգորելությունն է։ Եվ այդ հարցերը կլուծվի ամեն ձևով։ Հերոսանալով ուզում եմ խնդրել բոլորից իմ հերոս տղաների այս հանրության, լուր հանրության ինչ-որ միտեղ սերուց կան մեր տղաները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին, բոլոր պատերազմներում տվեցին ամենաթանկը, ես ուզում եմ ներողություն խնդրել ձեզնից և բարձրաձայնել, որ մեր բոլորից մեր տան այդ հարցում։ Ես ձեզ շատ եմ սիրում, ես այնքան վստահ եմ և սպասում եմ, որ այս հերոսությունը մեր ազգի վրա պետք է ոգևորիչ լինի։ Խնդրում եմ ձեզ, իմ գեղեցիկ տղաներ, որ այսօր նույնիսկ սեքսապաթոլոգ ինչ-որ առաջարկություն արեց, մենք այնքան երեխաների ծարիք ունենք, լսելով բժշկի խորհրդին, ակտիվացեք, ամուսնացեք և ունեցեք բազում ջութիկներ և մենք պարտավոր ենք խնայել այդ երեխաներին արդեն խաղաղ, պայծառ մեր պետությունը շատ տեսակ բառ է, շատ գործբերտական ապրումներ ունեցած բառ է, ինչքան տարի է այս տաղանդավոր ազգի վրա այդքան բեր դնելը պատերազմական։ Սթափվեք, ես սթափվում եմ դեպետ շատ տարիների վաստակ ունեմ, բայց ես դեր տղաներ ձեզնից սովորելու բան ունեմ, սիրում եմ ձեզ, հերոս տղաներ, իմ համովներ, իմ քաղցրներ, ես չգիտեմ ինչ բառ ասեմ, որպես մայր ձեզ համար, չունեմ տղա երեխա հավատացեք, բայց դուք բոլորը թիմն եք դուք, ինչով որ ես կարող եմ գիտանի լինել, դա արվեստում իմ խոսքը ասելն է, արդեն մեկ անգամ ասել եմ ներկայացման ֆորմատով, իսկ ուզեմ երազում եմ ֆիլմ նկարել քանի որ գերի վրա եմ և ըմբռնել այդ ֆիլմում ձեզ բոլորիդ անխնա իհարկե ոմանց պարոն Խուրշուդյան, ոմանց դեպքերը ավելի պայծառ են ըմբռնում, շատ եմ հանդիպել, իսկ ոմանց հետ չեմ հանդիպել, բոլորին հրավիրում եմ իմ տուն, հասկացան իրար։ Ցանկացողներ կան։ Եթե ոչ, հարգելի նախագահողներ կարող եք ավարտել այսօրվա մեր հանդիսանում միանոման նիստը։